Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ես համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ եւ ամենաշատը հետաքրքրելու է նաև սպորտ հասարակությանը։ Այն մարդկանց, ովքեր ամենաշատը սիրում են, երբ որ ինձ մոտ տաղավարում լինում են հատուկ մարզիկներ, չեմպիոններ, վաստակած դեմքեր եւ այսպես շարունակ։ Նրանց մասին րոպեներանց, որովհետեւ այս ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց, շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահովակ եմ նախապատրաստել, բայց ասեմ, որ հոբելյարների շարքերում է նաեւ իմ եւ ձեր կողմից շատ սիրված տաղանդավոր երգիչ Գոր Եփրեմյանը։ Այսօր իմ ընկերոջ ծնունդն է։ Ես մեծագույն սիրով մեր ողջ աշխատակազմի, անձնակազմի, ինչու ոչ, մեր ընկերների կողմից շնորհավորում եմ Գորին լավագույն բարեմաղթանքներով։ Կարոտել ենք քեզ, սպասում ենք վերադառնաս հայրենիք եւ լինես ինձ մոտ տաղավարում։ Իսկ տեսահովակը Գորին է եւ իհարկե հոբելյարներին է։ Դուք ինձ տղեր ջան սևանում սպասեք Շոկ ամառ է ուր գնամ ասեք Դուք ինձ տղեր ջան սևանում սպասեք Կգամ կհասնեմ ես քիչ ուշացած Ընկերությանս պահպանի Աստված Կգամ կհասնեմ ես քիչ ուշացած Ընկերությանս պահպանի Աստված Չկա կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Հասած ես մոտ Լավ ընկերներիս շատ եմ կարոտ Իմ սիրտն է ուրախ ես հասած ես մոտ Լավ ընկերներիս շատ եմ կարոտ Կենացնեմ խմում ես ձեր բոլորի Ընկերությունը մեր հավերժ լինի Կենացնեմ խմում ես ձեր բոլորի Թող հավերժ լինի Չկա կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ
կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Չկա կյանք առանց ընկերուս էր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ 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 քեզ Դե ինչ 21 TV եթերում շարունակում ենք աշխատանքը եւ այս պայն անցնում ենք բուն թեմային։ Առաջարկում եմ տեսանյութ, որը լի է էմոցիաներով, հաղթանակներով, բնականաբար լավագույն կադրերով։ Եվ տեղեկացնեմ, որ տեսանյութի հերոսները արդեն ինձ մոտ տաղավարում են։ Ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ են նստել, շատերը ձայնը բարձրացրել են, շատերը վստահ են, որ այս պահին էլ սպասում են եւ այսպես շարունակ, բայց ըստ ֆորմատի ներկայացնեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ Կիոկուշին ազգային ֆեդերացիայի Եվրոպայի հնգակի չեմպիոն Վարդան Ադամյանին եւ իհարկե Եվրոպայի չեմպիոն աշխարհի արծաթե մեդալակիր Սուսաննա Կլեկչյանին։ Բարի օր, բարի գալուստ չեմպիոններ ջան։ Շնորհակալություն շատ։ Ես կարող եմ եթերում մի քիչ էլ գլուխ կովել, ասել, որ ինձ մոտ տաղավարում ոչ միայն չեմպիոններ են, այլ նաև արդեն զույգեր։ Իհարկե։ Ես առաջինն եմ, չէ՞, եթերում ասում դրա մասին։ Թե ուրիշ տեղ եք ասել։ Չէ, առաջինն։ Առաջինն։ Այդ հարցերը տալիս եմ, որ իմանամ, ոնց շարունակեմ, թե ոնց։ Ինձ մոտ մի քանի օր առաջ տաղավարը գրավել են Կիոկուշի ֆեդերացիայի նորից լավագույնները, Վարդան ջան, չեմպիոնները։ Նարեկը Գաբրելյան տղաների հետ այստեղ էր եւ մի հարց կա, որ ես գրեթե բոլոր նոր սերնդի մարզիկներին եմ տալիս, ինձ հետաքրքրում են նրանք, թե ում են ֆանատորեն հետևում, ում տեխնիկան են փորձում նաեւ կրկնօրինակալ, ում են սիրում, ումից են ուզում ինչ-որ մի բան սովորել։ Գրեթե բոլորը Վարդան ջան տալիս են քո անունը։ Եվ առաջինը դա բնականաբար Նարեկը խոսեց այն փաստի մասին, որ մեր տղեն այն անհատներից է, այն երևույթներից է, որ ծառայությունից հետո որոշել է շարունակել եւ մնալ Կիոկուշինի շարքերում։ Այդ սկիզբը ասում եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ես ինչ արդեն ոգևորությամբ որոշեցի դուք ինձ մոտ տաղավարում լինեք։ Իսկ երբ կադրից դուրս նա ասաց «Ձին իմիջիալոց», Վարդանի կեսնել է մեր չեմպիոնը, ինձ դա ավելի հետաքրքրեց։ Հիմա դու ավելի շնորհակալ պետք է լինես կներես Սուսանեն, տեւ իմ համար կարևորը մեր հարցն է, այսպես ասած։ Ես մեր աղջկան եմ ցանկացել այստեղներ, տեւ իմ համար դա բացառություն է, Սուս ջան։ Գիտես ինչու, որովհետեւ ես շրջապատում շատ եմ տեսել ֆեդերացիան հետ համագործակցելուց, որ ունենք լավ աղջիկներ, ունենք լավ սերունդ։ Չեմպիոններ միշտ ասում եմ 21-րդ դարի հարսերն են։ Բոմբ դեմքեր են, արդեն ոչ միայն ֆիզիկապես պատրաստված, այլ նաև դաստիարակված աղջիկներ են։ Բայց որ նրանք որոշեն նաև միասին իրենց կյանքը կապել, տենց չեմ գտել, դուք ինձ համար էքսկլյուզիվ եք։ Հիմա սկսում ենք ամենասկզբից։ Այդ հարց ուզում եմ փակեմ, նոր անցնենք մասնագիտականին, հա։
ինչքան ժամանակ է դուք իրար ծանոթ եք եւ արդյոք սկզբից եղել է համակրանք, որ մեկը ուզում է կարող եք սկսել։ Ես պատասխանեմ հարցին, անկեղծ ասած, միջև ծառայության անցնելը Սուսաննան չէր մարզվում կարատեով։ Ես ծառայությունից որ եկա, Սուսաննան նոր ընդունվել էր կարատեի։ Ես եկա մարզումներին, սկսեցի մարզվել։ Ինքն իր ընկերուների հետ եկել էր եւ ես մի քանի ամիս անց դարձա Հայաստանի չեմպիոն։ Նա ինձ շնորհավորեց եւ տեղից սկսեց մեր շփումը էլի։ Այսինքն դու ինձ չես կարող ապա դու սկզբից աչքի տակ արդեն Դե մի աննշանակ, հա։ Որտեվ ինքը մենակ չէր եկել մարզումների, տարիքային 4 ընկերուներով եկել էին, դե բնական է, եթե ինքը ընկրկվեց այդ ցանկի մեջ, ուրեմն կաստինգ արցել է։ Շատ լավ, մի հարցել, ինչքան ժամանակ է դու Կյոկուշինի շարքերում ես։ 2008 թվականից մարզվում եմ, 2 տարի դե բանակը դադար ենք տալիս, ընդհանուր 16 տարի արդեն մարզվում եմ Կյոկուշին կարատեով։ Իսկ այս հարցը Սուսանին եմ ուզում տալ, դու ինչքան ժամանակ է։ Ես 16 տարեկանում եմ սկսել մարզվել կարատեով, արդեն 4 տարի։ 4 տարի, բայց 21 թվականից։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր, չես վախում, որ կարող առաջ անցնի։ Տենց մտավախություն չկա մոտդ վարժ։ Անկեղծ ասած ինքը աշխարհի առաջնությունով որ աշխարհի գավաթի խաղարկությանը արծաթե մեդալակիր է դարձել, դեռ ես չեմ դարձել աշխարհի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունով առաջ եմ, բայց բնական է աշխարհի գավաթի խաղարկությունը ավելի բարձր նշանակություն ունի, ինքը ինձանից դեռ առաջ է։ Դեռ։ Բրցակցությունն է սկսվել չեմ հասկանում։ Իսկ սկզբան է։ Շատ լավ, իսկ մարզումները չի խանգարում հարաբերությանը սուս օրինակ ես գիտեմ եթե ընտանիքից անդամներից մեկը թեկուզ մի քիչ հետևում է դու տեսակ լարվում ես ես որ տենց եմ չգիտեմ հիմա ոչ թե ընտանիք այլ ապագա ամուսինն է քեզ հետևում թե տենց անջատում ես քեզ ու պարապում ես թե ճիշտ ասած մրցումային շրջանում մենք իրար սպորտից դուրս գրեթե չենք էլ տեսնում հիմնականում միշտ դահլիճում տատամիում ենք միշտ հանդիպում էլի հիմնականում տենց է լինում հա այդ այն ռեժիմներն են որ աղջիկների հետ շփվել թեման մեջն է այդ ազդում է մեր երեխու վրա չէ տեսեք պրոֆեսիոնալ կարգի եթե մոտենում ես մարզումներին ժամային գրաֆիկով օրվա ընթացքում ամեն օր 2 անգամ մարզվում ես ես ինքս մարզիչ եմ իմ ժամային գրաֆիկը նենցա որ պարապմունքից դուրս մի քիչ դժվար է հա նու հանդիպել է զուտ ժամային գրաֆիկով չի լինում դրա համար հիմնականում մենք մարզումների ընթացքում ենք իրար տեսնում շատ դեպքերում ինքը առավոտյանը տանը ես առավոտյան դասի եմ հետո երեկոյան արդեն մարզումները սկսվում է Եթերը շարունակվում է բնականաբար, բայց ավելացումներ ունեմ, ես չի կարող ցույց տալ այն հրաշքները, որ իրանք բերել են հայրենիք, ընթացքում բնականաբար եւ դրոշն են բարձրացել, եւ հիմն է հնչել, ինձ մոտ մեդալներն են եւ գավաթներն են, վաստակած թեմաներ, ճիշտ է, որը ժամանակած էս բոլոր իր մեկի տանը կլինի բնականաբար մեր տղու, չի կարող էլ հասցնել, մի հատը մամայից կթողես, տենց հուշ, որ տենց մի բան եղել է։ Եվ եւս մեկ հարց Հիմա ես որպես ծանոթում եմ խառնում, որպեսզի ձեր ժամային գրաֆիկը նորմայի մեջ լինի, կարողանաք դուք նորմալ շփվել։ Ֆեդերացիայի նախագահին, թե Տեսեք, ներկայացին չէ, կարիք չկա, մենք մրցումներից նոր ենք եկել, դեռ ժամանակ ունենք հանգստի, հիմա կարող ենք ստացվում է շուտ իրեր հանդիպել։ Բայց այ մոտավոր մի քանի օրից էլ չենք կարող։ Լաբորատորիվ է խոսում, հանգիստ շրջանը կսկսվի։ Շատ լավ, մի հարցել է ինձ հետաքրքրում։ Աստված տա գա այն օրը, որ ես արդեն իմանամ, ասենք այսօր ձեր հարսանիքի օրն է։ Չգիտեմ ինչու ստում է հարսանիքրով ես եմ վարելու։ Եվ կարող է վարդն ստացվի, որոշես, որ մեր աղջիկը այլևս սպորտով չզբաղվի։ Այդ թեման դուք քննարկել ենք, այդ թեման քննարկել ենք, իհարկե ես թողել եմ իր հայացողությանը, եթե կցանկանա շարունակել մարզվել, թող շարունակի, հաստատ արգել չի լինելու։ Կարա այդ իր ցանկությունն է։ Նայած մինչև երբ կծովի մեր ապագա տղեն։ Նորմալ է, որ ամենամեծ տատամին կլինի արդեն խոհանոցը կամ այն կարևոր մասը, բայց ամենակարևորը վստահ եմ, որ դու կհասկանաս, որ մարզիկին պետք է հավաքականի ընդ որ ասма թիմի հետ, չգիտեմ, գնում են զբորացված երևույթին, ինչ որ տանել չեմ կարողանում։ Հավաքական։ Հա, այդ հավաքները ինձ համար
գերության նշան է։ Դուք դա չեք զգում, դուք ձեր ուղեղը անջատում եք, բնականաբար սկսում եք մարզվել, բայց վստահ եմ ընտանիքի անդամները ամեն այդ օրերին մտածում են, որ դե շփումը կրճատում եք, չէ, ներվային եք լինում, սննդակարգ եք պահում, ռեժիմ։ Մի խոսքով, լավ բաներից ենք խոսում համենայն դեպս։ Ինչ են անում ներկապային։ Ես հասկացա, որ դուք հանգստի մեջ եք եւ արխիվում արդեն ունեք թեմաներ, որի համար պետք է նախապատրաստվեք, սուս ինչ կա արխիվում դից ինչ-որ մրցաշար բան կա։ Հա, հուլիս ամսին Բուլղարիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը որ հենց դարձել է երկրորդ հորիզոնական փող չեմպիոն։ Ես 24 թվականից մասնակցել եմ արդեն 18-ից մինչև 21 տարեկանների շարքում -55 քաշային կարգում, 24 թվականին դարձա աշխարհի փող չեմպիոն, հենց ֆինալում պարտվեցի բուլղարացու, երկրորդ 25 թվականին արդեն նորից մասնակցեցի նույն քաշային կարգում նույն խաղարկությանը, այդ ժամանակ չթույլատրվող հարված կատարեցին իմ հանդեպ, ծնոտիս են հարվածել ձեռքով, Կյոկուշինում չկա ձեռքով հարված դեմքին, լուրջ վնասվածք ստացա եւ բժշկի թույլտվությամբ, ճիշտ ինքը թույլ չտվեց, որ ես մասնակցեմ, այդ միջոցառումը այդ ժամանակ իրանք ինձ հաղթանակ տվեցին, որպես ուժող, կոպիտ ասած, ու հետո արդեն ես չկարողացա շարունակել, այդ ժամանակ արդեն բարձր տիտղոս չունեցա։ Եվ հիմա էլ արդեն պատրաստվում եմ նորից երրորդ անգամ նույն մրցաշարին մասնակցելուն, այս անգամ մարտական տրամադրված ինչպես միշտ, հա, ու մաքսիմալ փորձելու եմ անել ամեն ինչ, որ անցած տարվա կորցրածս հնարավորությունը հետ բերեմ այս տարի, որովհետև այդ շատ կարևոր է, որովհետև դու տարիներ, ամիսներ շարունակ մարզվում ես, հավաքականներ ես մասնակցում, մենք ամեն տարի գնում ենք Սևան 10-օրյա հավաքների, օրը 3 պարապմունք, շատ տանջալից, քրտնաջան պարապմունքներ ու չհաշված դահլիճում թե էլի ամեն օր օրը 2 անգամ մարզումներ ես իրականացնում ու գնում ես տենց ինչ որ հանկարծակի դեպք է լինում կամ օրինակ կարաս հանձնվես, չուզենաս շարունակես, տենց նմանատիպ դեպքերում արդեն շատ դաժան է քո նաև մարզիչի հետ անցկացած այդ ժամանակը գնում ջուրնա կորչում էլի։ Համաձայն եմ։ Այդ ինչ ձև հարված է ստացել, որ արգելել են դեպքեր։ Հիմնականում մրցման ժամանակ աղջիկները վերևից հարվածներ այս հատվածին շատ են անում, դե պատահաբար լինում օրինակ վերև է լինում։ Հա, այստեղ կոպիտ ասած մի հատ կետ կա, այդտեղ որ կպավ, արդեն շատ ուժեղ ցավ առաջացավ, գլխացավ, ամբողջ նյարդային համակարգս այսպես ձեռքերս դողում էին, ու բժիշկը երբ որ տեսավ չի անցնում ժամանակ առ ժամանակ, ասեց որ ավելի լավ է առողջությանը, հա, չտնենք արդեն խաղարկության, առողջությունը ավելի կարևոր է։ Դրա համար չթողեց շարունակեմ։ Երկրորդն էլ արդեն որ կանչեցին մենամարտելու, ես ուրախացա, ասեցի երևի թե արդեն բժիշկը թույլատրել է, հետո բարձեցանք տատամի, ուզում էի սկսեի ու ասեցին չէ, ես են աղջիկն ով որ վնասվածք ուներ, ու այդպես ուղղակի հաղթանակը դիմացինիս են տալիս, ես իջնում եմ տատամիից պարտված այդ դեպքում։ Ինչ եք ուզում։ Վարդան ջան, իսկ կարող է որ տանը հանդիպում եք մեկու մեջ պարապում եք իրար հետ թե ոնց։ Լինում է դες թեմա, թե տանենք էլ ուրիշ թեմա չի խոսում։ Չէ, որ տան ենք լինում, անկեղծ ասած կարատեի թեման շատ չենք բացում, փորձում ենք մի քիչ գոնե մի փոքր ժամանակը որ կարող ենք իրար տրամադրենք դուրս գանք էլի սպորտային բանից, բայց դալիճում դե բացառություններ չեն լինում։ Հա, էլի։ Ինձ հետաքրքիր է էլի վիճվելուց ով ինչ անում։ Այդ արդեն շատ հետաքրքիր է։ Դրանք առասարակ քիչ ենք վիճվում։ Հա, դե աստված։ Լավ, եւս մեկ հարց։ Դու արդեն հասկացա, որ նոր սերունդը առավել եւս ձեր ֆեդերացիայի են, որ ֆանատորեն հետևում է քեզ, չգիտեմ, տղաներից մեկը ասում է, ես իրա տեխնիկան եմ սիրում եմ նաեւ կրկնօրինակել, դա շատ լավ էր հնչում։ Եվ դա ինչ է նշանակում, ես այդ կողմից չգիտեմ, դու մարզչական կարիերայով զբաղվում ես, թե ոչ։ Իհարկե, ես ունեմ 3 տարբեր մասնաճյուղերում թմեր, 100 աշակերտ ունեմ, այսպես ասած։ Հա, եւ միաժամանակ դե հասցնում եմ պարապմունքներին։ Եվ գործող մարզիկ ես եւ մարզիչ։ Եվ գործող մարզիչ եմ եւ մարզիկ, այո։ Շատ լավ, իսկ եթե գալիս է ժամանակահատված եւ գալիս է ընդունելության են, որ ասում է օրերը եւ պարեն, ձեզ մոտ բաց դաշտ է ֆեդերացիայում, այսինքն յուրաքանչյուր օր ժամ կարող է ընդունելություն լինի, թե կայչուր ժամանակա։ Յուրաքանչյուր օր ժամ կարող է ընդունելություն լինել, իհարկե։ Տարիքային է։ 5 տարեկանից սկսած 4 տարեկանը դե էլի ընդունում ենք, բայց մի քիչ խաղում են։ Հա, էլի իրանք խաղալու նպատակով են գալիս, իրանցից ոչ մի բան դեռ չես կարող սպասել։ 5 տարեկանից արդեն սկսում է երեխայի մոտ էլի։ Այդ ասում եմ, որպեսզի ծնողները հասկանան, թե որ մեր տղայի մոտ ընդունելությունը բաց դաշտ է։ Եվս մեկ հարց ամփոփման համար։
Հիմա հենց հիմա տվյալ բան շատ ֆեդերացիաներ են ձեզ հետևում, բայց վստահ Կյոկուշինի մեծամասնությունը ձեզ հետևում է։ Տեսախցիկը ձերն է։ Ես կցանկանամ ձեր մարզիկների ընկերներին, նաև մարզիչներին, ոչ ձեր բարեմաղթանքն ասեք այն տարբերակով, որ արժևում լինելու է լավ հաղթանակներ։ Մի խոսքով, ինչ ուզում եք, բայց բացառապես մարզիկներին եւ մարզիչներին։ Բնականաբար նաև ֆեդերացիայի նախագահին Սուրճ ջան, ինչ կմաղթես ընկերներիդ։ Ես կուզեմ, որ աղջիկներին հիմնական շեշտադրություն անել, Հայաստանում ընդունված է, որ աղջիկները չպիտի զբաղվեն հարվածային սպորտաձևով, բայց ես ուզում եմ այդ կարծրատիպը կոտրեմ, այդ արդեն 2021 թվականից, ուզում եմ ասել, որ հիմա այդ դարը չի, որ աղջիկը պիտի ուղղակի խոհեմ լինի, զբաղվի մենակ նուրբ արվեստներով, հիմա այն դարն է, որ աղջիկը պիտի կարողանա առաջինը ինքը իրեն պաշտպանի, կողակիցները կարող են անդադ նեղացնել աղջիկներին ու ինքը պետք է իրան կարողանա պաշտպանել հենց ինքը իրեն, ոչ թե ուղղակի եղբոր, հայրիկի տեսքով, կողակցի տեսքով, չէ, առաջինը հենց աղջիկը ինքը իրեն կարողանա պաշտպանել։ Այդ հենց ուզում եմ ասել, որ աղջիկները գան սպորտաձևի ու կապ չունի մարզիչ աղջիկ է, տղա է, ամենակարևորը իրանք տիրապետեն այդ մարտարվեստին։ Ապրես, հիանալի խորհուրդ էր։ Իսկ ինչ, չգիտեմ ինչ պիտի ավելացնես, որ ծածկես Վարդան ջան։ Դե ես կցանկանայի իմ մարզիչին շնորհակալություն հայտնել շատ, անկեղծ ասած, դե իմ մարզիչ հենց ֆեդերացիայի նախագահն է։ Այո։ Ինքն իր օրվա գրաֆիկով ծանր, չգիտեմ, ժամ առ ժամ տարբեր գործերով զբաղված, բայց էլի ժամանակ գտնում էր ինձ հետ անհատական մարզումներ անցկացնել, այդ իսկ պատճառով ես միշտ կարողանում եի չեմպիոն լինել, ի շնորհիվ իրեն, ես շնորհակալություն եմ հայտնում իրեն, որ իմ վրա միշտ հույս է դնում, միշտ ցանկանում է, որ ես կարողանամ բարձրացնել մեր եռագույնը եւ ինձ մոտ ստացվում է ի շնորհիվ իրեն։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Եթե անկեղծ ես կարծրատիպեր սիրում եմ կոտրել եւ սիրում եմ այն աղջիկներն, ովքեր որ քեզ նման համարցակ են լինում։ Դե շատ են ասում, թե հայ կնոջը համար էսպես այնպես, բայց շատ պարուհիներ կան, օրինակ, ձեր հետ թաքուն սովորում են նաև մարտարվեստին տիրապետելը իսկապես պաշտպանվելու համար։ Դու արդեն մեծ պաշտպան ունես, այնպես որ ինչքան որ սովորել ես, որ ասի բավական է, դու կարող ես հստակ դնել կողք ամբիցիաները, որովհետև լուրջ կողակից ընկեր պաշտպան ունես։ Լավ կլինի, որ իմանամ ձեր հարսանիքի օրն էլ շնորհավորելու համար։ Վստահ եմ շատ շուտ է գալու, Աստված չանի շատ ծերանամ եւ գային օրը, որ ասես մենք ունենք նաեւ արդեն զավակ եւ ինչու ոչ որոշել ենք, որ ամբողջ տանիքով լինի նաեւ ֆեդերացիայում, ինչը որ վստահ եմ դա լինելու է։ Շնորհավորում եմ ձեզ հերթական անգամ ապրեք։ Շնորհակալ եմ ձեզ էլ։ Եվ վստահ եմ նորության դեպքում դուք այլևս չեք սպասի ձեր ընկերների արձագանքին, դուք Վարդան ջան արձագանքում եք, թեկուս առանձին, ես սիրով կլուսաբանեմ ձեր յուրաքանչյուր հաղթանակը։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ սա վառարօրինակ է, կարևոր չէ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ կամ տարբեր թեմաները միավորվեն։ Կարատեն էլ է կարողանում միավորել եւ ունենալ ինչ ոչ առողջ ամուր ընտանիք։ Միջև հիմա ձեզ հետ Կյոկուշին ֆեդերացիայի լավագույն զույգներ եւ իհարկե ձեր Դինա Հակոբովնանում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում Բարին ընձեզ։ Արևից էլ տաք ես, հազարից մի հատ ես, ում համար ես խենթակնվել, մտածում եմ սիրտդ գերել, կմասին երկերս ես, իմ ամեն տողում կրկեմ կեզ, գուցե և այսպես խենթանամ, գուցե և այսպես էլ համաձայն եմ ես, համաձայն եմ կեզ, համաձայն եմ կեզ թակուն սիրել, սիրտս կեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականանա, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրով, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկականանա, Tur motenam kes, yes Koko his is moranam Mato vigenam
երեքի չգիտես Քո սիրով եմ խելագարվել Մինչև քեզս ոնց եմ ապրել Համաձայն եմ քեզ, համաձայն եմ քեզ թաքուն սիրել Սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա Ես չեմ ուզում ոչինչ փոխել Արամատնա, քո արամատնա Արամատը քո երբեք չեմ մոռանա Համա քո սիրով, ասես մանանա Զգում եմ ես անգամ էդ իսկական ննա Արամատնա, քո արամատնա Արամատը քո երբեք չեմ մոռանա Համա քո սիրով, ասես մանանա Զգում եմ ես անգամ էդ իսկական ննա Շշուկով քեզ ասեմ դու էլի մնա Ամեն օր քեզ հետ կրկնել սիրով ես ամեն օր Արամատնա